Պարոն նախագահ, մինչև դատականիստը մի քանի հարցադրումներ ունենք։ Իմ մասնավորի ձեր դիրքորոշումն ենք ուզում լսել եկեղեցու եւ վեհապարի թիրախավորման վերաբերյալ։ Բայց ինչ դիրքորոշում ես պետք է ունենամ։ Ուզում եք զավթել, այդ հայտարարության հանդեպ Մի հարց ով է դիրիժորը։ Չէ, դուք խոսեք պարոն նախագահ։ Այդ հայտարարության հանդեպ ես ինչ դիրքորոշում պետք է ունենամ։ Չի որ անընդունելի է, ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն։ Այս խոսակցությունը ենթադրվող գործողությունների ինչ հետևանքների կբերեն եւ հաշվի առնելով, որ Փաշինյանը այսպես կառուցվածքային թիրախավորման է անցել, խմբեր է ձևավորում, հայտարարություններ է արվում, արդյոք ձեր քաղաքական ուժը եւս կառուցվածքային առումով գործնականորեն կմղվի պաշտպանելու հայ առաքելական եկեղեցուն ըստ անհրաժեշտության։ Մենք այդ հարցում կհետևենք վեհապար Հայրապետի օրդորներին, վեհապար Հայրապետի դիրքորոշմանը։ Ձեր կարծիքով ինչու հիմա մտավ սա օրակարգ հաշվի առնելով նաև մի շարք կարծիքներ, որ ըստ էության Ադրբեջանից հնչող հայտարարություններից հետո տեղի ունեցան։ Ես կարծում եմ, որ որպես առիթ երևի Շվեյցարիայում վեհապար Հայրապետի ելույթներ, այդ միջոցառումներ, բայց ամբողջովին տեղավորվում է իր այսպես հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ։ Այսինքն հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմության հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելով, դա նույն շղթայի տարբեր օղակներ են։ Եվ այստեղ զարմանալու բան չկա։